Օրինակ պատկերացրու, դու ըստ սցենարի գրասենյակային աշխատող ես, որը ամեն օր գնում է աշխատանքի մետրոյով կամ տրանսպորտով, իսկ վերադառնում տաքսիով։ Ամեն օր տրանսպորտի վրա ծախսելով 5-ից 6000 դրամ, որը ամսական կտրվածքով կազմում է 150-ից 180,000 դրամ։ Դու կարող ես լիզինգ ձևակերպել քո 2025 թվականի Toyota-ն, վճարելով նույն ամսական 180,000 դրամը, բայց 5 տարի հետո մեքենան կմնա քեզ։ Բայց այդ ամենի մեջ դու սիրում ես Instagram-ը ու Reel-եր թերթելու ժամանակ մի օր տեսնում ես մեր վիդեոն լիզինգի հետ կապված։ Եթե դու ունես լավ վարկային պատմություն եւ ֆիքսված եկամուտ, համարում ես գիգաբայթ ավտո, կնքում ենք լիզինգի պայմանագիր, ստանում ենք 2 օրվա ընթացքում պատասխան եւ 2 ամսից ստանում ես քո մեքենան արդեն Հայաստանում։ Պատկերացրիր։ Հիմա նորից։ Մի օրվա մեջ 1 միլիոն մարդ է տեսել մեր Toyota-ի գովազդը։ Բոլորը ցանկանում են լիզինգով ձեռք բերել, բայց չեն հասկանում, թե ինչպես։ Այս թեմայով պետք է Reel նկարել։ Բայց ինչ Reel։